Դու կարող եք պարոն նախագահիչներ ներքև էլի, այստեղ հարմար է, կանգնել են արդեն օպերատորները։ Սրանից էլ ներքև։ Պարոն նախագահ, մի հարցադրում է Քոչարյանի ասուլիսին անդրադառնալը, որովհետև հիմնական թեզերը կարծեք ձեր անվան շուրջ էին պտտվում 2018-ին զանգել է, 21-ին ասում է, որ դուք չեք խնդրել, իրենք չեն խնդրել, որ դուք մասնակցեք ընտրությունների, վերջո այդ ասուլիսը ում համար էր, ինչի մասին էր։ Ես ինչու պիտի ընդհանրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիս ում համար էր, երևի հանրության համար էր։ Ձեզ զանգել է 18 թվականին։ Ես ձեզ զանգել է։ Կոնտրոլի մասին խոսք եղել է։ Ես խնդրում եմ, իրար դուք մի խանգարեք, Փառք Աստծո, դատական նիստը վաղ ավարտվեց եւ ես ձեր տրամադրության տակ եմ, ինչի եք իրարից։ Հրաշալի է, հիմա զանգել է պարոն Քոչարյանը։ Իրենք խնդրել են մասնակցել 2021-ին եւ զանգահարել է ձեզ արդյոք թե ոչ։ Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցություններ, անձնական զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ Ինչքան առաջ, որտեղ ասում է տևական ժամանակ չեք շփվում։ Ինքը նկատի ուներ, կարծում եմ նկատի ուներ այսօրվա բարական, բայց 18 թվականին այդպես չէր։ Համենայն դեպս այդ մանրամասները ինչ հետաքրքիր է։ Քոչարյանն ասում է դուք մի բան կարող եմ հստակ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց, ես կարող եմ բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ ես նպատակահարմար համարեմ։ թվականի վերաբերյալ։ Թողեք մինչև վերջ բան անեմ, այն ջան ուր է շտապում։ Իրար հետ ենք շտապում, մրցավազքի մեջ ենք։ Պետք չի։ Իմ լեքսիկոնում։ Ու կարծում եմ երևի մի 10-15 տարի հետևում եք։ Երբեք լսել եք այդպիսի բառ, կոնտրոլի բառ։ Ես չունեմ այդպիսի բառ։ Այդպիսի բառապաշար։ Լավ, արդեն թվականի դեպի մասին պարոն նախագահ։ Ձեր թույլտվության պարոն նախագահ։ Առաջին Ադյանի դատարանում եւ ձեր դեմ առաջին քրեական գործահարուցել դուք այդ գործով արդարացվեցիք դատարանում։ Բայց փաստացի ճակատագրական եղավ ձեր արդարացումը դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ։ Այս դատարանից ինչ կանխատեսում եք պարոն նախագահ։ Կանխատեսումներ անել էլ իմ գործը չի, բայց ես հույս ունեմ, որ այս դատարանն էլ մանրամասն կքննի եւ կհամոզվի մեղադրանքի աբսուրդային լինելու մեջ։ Պարոն Սարգսյան, որքան էլ դուք փորձեք մանրամասներ չասել, ամեն դեպքում հրապարակում արդեն կա այն մասին, որ 18-ի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը ձեզ զանգահարել է եւ դուք վստահեցրել եք նրան, որ ամեն ինչ նորմալ է։ Հիմա դուք վերահսկողություն կասեք, կոնտրոլ կասեք, ամեն դեպքում ասաց, որ հանգիստ վստահեցրել եք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հարցը այսպես բարձրաձայնել նա, որ արդյոք պետական կառույցները ձեզ չեն ասել, ձեզ չեն զգուշացնել, տվյալներ չեն տվել, որ իսկապես երկրում այլ իրավիճակ է։ Գիտեք, կարող է հրապարակը ձեզ համար աստվածաշունչ է, ինձ համար աստվածաշունչ չի։ Հրապարակը գրել է եւ դուք դրան հավատացել եք։ Ռոբերտ Քոչարյանի մասին հրապարակ ասեց, ձայնագրությունը կլսեք։ Լավ։ Ես ձեզ խնդրում եմ 18 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք եւ դիտեք, եթե չեք դիտել իմ հարցազրույցները 18 թվականի մասին, ժամերով խոսել եմ, դրանից ավել բան ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում
որպեսզի մարդիկ նաև հնարավորություն ունենան հարցեր տալու եւ ուղղորդված, չուղղորդված, երբ որ նպատակահարմար։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արդյոք միայն ընտրություններն են, թե այլ ճանապարհներ եւս կան։ Ես կարծում եմ ձեր հարցը ռետորական է, որովհետեւ արդեն բոլորը գիտեք, գոնե դուք գիտեք, որ մենք այդ իմպիչմենտին սատարում ենք կողմեն։ Բայց այս լուրջ ձեր գլխավորածուժին մեղադրում են։ Ասում են դուք տապալում եք impeachment։ Ներողություն, բայց դուք սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությամբ եք վերաբերվում։ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին։ Պարոն Սարգսյան, եթե Հայաստան Այսինքն մենք ինչ իրավունքով ենք էլ դա անլրջացնում։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Ինչու տեխնատուր եմ իրատեսական է, անլուրջ չէ։ Ես ձեզ խնդրում եմ, որտեղ դուք ուղղակի պարտավոր եք էլ այդ քաղաքական process-ների մասին դետալ առ դետալ իմանալ։ Ես ձեզ խնդրում եմ, հանդիպեք նախաձեռնողների հետ եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրանք հարմար գտնում ԿՊԱ-ների հետ բացատրական աշխատանք վարելու։ Երբ են իրենք ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրելու ազգային ժողով, որպեսզի ներառվի դա որակարգի մեջ եւ ընդհանրապես process-ը ինչպես են իրենք պատկերացնում։ Տեխնատու ինչու չեք առաջադրում։ Ասում են հանրապետականը տեխնատու չունի այդքան տարիների կուսակցություն լինելու։ Մարուքյանի տեխնատությունը մերժում եք դուք։ Պատճառը շատ պարզ է։ Պատճառը շատ պարզ է եւ եթե ձեզ թվում է, որ ես արդեն 7 տարի հայտարարում եմ, որ մենք իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս, ոչ, վնաս ենք տալիս։ Պարզ է, չէ՞ որ ցանկացած միջոցառման, ցանկացած ընտրական process-ի մարդկանց մեծ մասը գնում է դեպի այն ուղղությունը, որտեղից կարելի է շահ ունենալ, այսինքն որտեղ կարելի է ներառվել։ Մի շատ պարզ պատճառով ենք դա ասում, որտեղ մենք ի տարբերություն շատ շատերի գիտակցում ենք, որ եթե մենք տեխնացու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ԿՊ-ի կողմից է լինելու, շատ պարզ է, չէ՞։ Ավելի մեծ հակադրություն է։ Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն։ Հայաստան դաշինքի առաջադրած տեխնացուի մասով դիմադրություն չի լինի։ Ես չգիտեմ, չէ։ Օրինակ, եթե Քոչարյանին առաջադրեն կամ Քոչարյանի որդուն կամ իրենց մերձավոր շրջապատից որևէ մեկին, պատիվ ունեմ խմբակցությունը կմիանա եւ նորմալ կընդունի այդ տեխնացուն։ Վայ ջան, դու լուրերին լավ չես հետևում, որովհետեւ պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը այդ մասին հայտարարություն արել եւ շատ հստակ պատասխան քննարկել այդ մասով ոչ հակադրություն կառաջանա, եթե Քոչարյանի թիմակիցները բայց ես այդ հարցին պատասխանեցի Հայկ Մամիջանյան կանգնած է խնդրեք թող ինքը իր հայտարարությունը Ամեն դեպքում 2018 թվականին, ինչպես 2018-ին, այնպես էլ այս օրերին տպավորություն է, որ ինչ-ինչ ուժեր, այդ թվում ներընդդիմադիր շահագրգռված են ձեզ, այսպես ասած, թիրախավորելով։ Ինչու, ինչն է իրենց նպատակը այս պահին։ Ռեսուրս եք ներկայացնում, ուժ եք ներկայացնում, թե այլ հանգամանքներ։ Ես կարծում եմ դա 18 թվականից չի սկսվել այդ process-ը եւ եթե ուշադրությամբ դիտել եք կամ ընթերցել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքը այնտեղ ասում է, որ այդ process-ը գոնե իր կողմից սկսվել է 2008-ից հետո։ Այնպես որ 18-ը ինչ կապ ունի դրա հետ։ Թիրախավորելու process-ը։ Իդեպ նույնը նաև իրենց կողմից են ասում, ներողություն։ Մի հատ հարց քննարկենք։
Հասարակության երկրորդ նախագահի եւ երկրորդ նախագահի թիմակիցները կարծես թե ձեզ է մեղադրում Նիկոլ Փաշինյանի իշխանություն բերելու համար։ Հիմա այս դուք այդ մեղքը, այսպես ասեմ, ընդունում եք կամ այս տարիների հերվից որ նայում եք իսկապես դուք կարող եք այդ ամենին դեմնարնել չի ստացվել եւ ինչու են ով է բերել Նիկոլին, ինչու է այդ հարցը հիմա դարձել ակտուալ եւ ինչ կտա դրա պատասխանը։ Մի լրացվեք, որովհետև ես ասեցի, որ 18 թվականի մասին ես հիմա չեմ խոսելու, եւ տևական ժամանակ չեմ խոսելու։ Երբ Միքայել Մինասյանի ձեր փեստայի մարդն էր, եղել է աջակցություն, բայց հետագայում կանտոնից դուրս եկել։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 18 թվականի մասին այլևս չեմ խոսելու։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք դուք էլ հիմա բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանը Սորվանին, խնդրել եմ որ գա, օգնել եմ որ գա։ Ուզում եք ասեմ, այդ պարագայում ես մազոխիստ եմ, էլի։ Իհարկե, ուզել եմ որ գա։ Որ դատարանի դռներում քարշ գա։ Պարոն Սարգսյան, ձեզ համար պարզ է, թե ինչու ձեզ մերժեցին, բայց 18 թվականին մերժեցին ձեզ, բայց նստեցին Քոչանին։ Այդ հարցը իրենց մոտ առաջանում է, ասում է, հիմա էլ էլի թիրախավորել են իրենց հավատքը։ Այսինքն կարծում եմ դու եւ այդ թիրախավորները ուրախ կլինեիք, հա, որ ես էլ նստածել եմ։ Ես որևէ մեկի բանտարկությամբ ուրախ չեմ, հատկապես եթե չգիտեմ մեղադրանքը։ Բա ինչու ես այդպեսի հարցեր տալիս, վայ ջան։ Իսկ այսինքն ինչա, մեծ հերոսություն է մի տարի նստելը։ Բա իմ գործընկերները որ նստած են, տարիներում նստել են, Արմեն Աշոտյան երևի արդեն 2 տարին անցնում է, այդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, այսինքն այդ ինձ ինչա, իշխանությունները ինձ ռեկլամ են անում։ Ինչու Արմեն Աշոտյանն է նստած, ի վերջո ձեր դեմ են պայքարում այդ մարդիկ, մարդիկ հարցում են, Սերժ Սարգսյանի դեմ եք պայքարում, մեղավոր Արմեն Աշոտյանն է։ Բայց դա ինչու ես ինձ հարցում, դու հնարավորություն ունես այդ հարցը տալ այն մարդկանց, ովքեր այդ process-ները կառավարում են։ Ձեր թիմակիցները շատ են Հայաստանի իշխանությունները, պարոն նախագահ, չեն արձագանքում Ալիևին, խուսափում են Ալիևին արձագանքելուց։ Հիմա Ալիևը հերթական պահանջների լեզվով է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերաբնակեցման մասին։ Ինչու արձագանքներ չկան Հայաստանի Հանրապետությունից եւ այդ կեղծ թեզերը ինչու չեն կանխվում այսօր։ Ես չգիտեմ, ես չեմ կարող ենթադրել, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարիչները չեն արձագանքում։ Մի բան կարող եմ ենթադրել, որ չեն արձագանքում, որպեսզի մեղմեն երևի հարևան երկրի նախագահի զայրույթը կամ դուր գան, որպեսզի նա ինչ ասեմ, բարի գործեր անի իրենց համար։ Ինչ գործեր։ Դե ինչ գործեր, չգիտեմ։ Երևի իրանք ուզում են ինչ-որ համաձայնագիր ստորագրել, որի մասին հանրությունում տեղյակ չի։ Իմիջիայլոց, երբ խոսում ենք իմպիչմենտի մասին, ձեզ որևէ մեկին չի հետաքրում, բայց ինչու է մեր դիրքորոշումը այդպիսին։ Նախ ասեմ հետևյալը, որ 2021 թվականին ես երբեք եւ որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ ես շատ հստակ ասել եմ, որ ես խորապես համոզված եմ եւ իմ այդ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտ եւ ժողովրդի տրամադրությունները ուսումնասիրելու վրա, որ միանշանակ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում, հաղթելու է եւ դառնալու ենք մենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման եւ միջազգային հանրությունը մեզ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ ժողովուրդը թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց վստահում է այսօրվա կառավարիչին։ Ինչ եւ տեղի ունեցավ։ Մի տարուկես եւ մեր դաշնակիցները եւ մեր գործընկերները դրա վրա են հողում կատարում։ Հիմա եթե սխալ եմ ես կանխատեսել,
Ասեք սխալ եմ կանխատեսը։ Ես խնդրում եմ մի 3-ական ջել ինձ տվեք, որպեսզի կարողանամ այդ բաները լսել։ Կասեք կշարունակեք բան Թույլ տվեք շարունակեմ։ Հիմա մենք ասում ենք պաշտպանում ենք impeachment-ը, ելնելով հետևյալ հանգամանքներից։ Մենք, այսինքն ես նկատի ունեմ հավաքական ընդդիմությունը, առնվազն 5 տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների 1 օր ավել մնալը իշխանության վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդպես է, թե այդպես չի, ասել ենք, թե չենք ասել։ Խնդրում եմ, ասեք, եթե չենք ասել, ասեք չեք ասել, ասել ենք։ Իսկ այդ ինչ պատահեց, որ հիմա էլ ասում ենք, չէ, մի տարի սպասենք, մինչև ընտրությունները գա։ Լավ, ես ասեցի, 21-ի ընտրությունները շատ իրատեսական էին, ես իրատեսական չի, 21 և 2-րդ։ Դուք չէ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են եղել դեպքերը մեր նորագույն պատմության մեջ, որ մենք գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ է պսակվել։ Բայց խնդիրը դրանում չի։ Ախր թույլ չեք տալիս պատասխանեմ ձեր իսկ հարցին, էլի թույլ տվեք խնդրում եմ։ Հիմա մենք կոնկրետ ես ինչ եմ կարծում։ Եկեք այս հարցին նաև երկխոսությամբ փորձենք պատասխանել, էլի։ Ինչ եք կարծում։ Հնարավոր է այս մի տարվա ընթացքում այսօրվա Հայաստանի կառավարիչները կատարեն մի քայլ, որը շատերի համոզման, չեմ ասում բոլորի, վնասակար կլինի Հայաստանի համար։ Օրինակ, կարող է մի քանի ամիս հետո այս կառավարիչները մի թուղթ ստորագրեն եւ ասեն Հայաստանից հանում ենք ռուսական սահմանապահներին, Հայաստանից հանում ենք ռուսական բազան։ Մեր անվտանգությունը արդյոք դրանով կամրապնդվի։ Սա մի հանգամանք։ Դուք հատկապես կարող եք դա քիչ հավանական համարել, չէ՞։ Բայց ավելի լավ, ուրեմն ես ճշմարտություն եմ ուրեմն ես ասում։ Իրանք Արցախ են հանձնել, Այդ մեկ, հենց հետ եմ ասում, որ տեղի չի ունենալու, վայ ուշադիր հետևի խնդրում եմ ասածից։ Երկրորդ, լավ, դա ուրիշները, ոչ այստեղ հավաքված լրագրողները կարող են համարել քիչ հավանական։ Իսկ ինչ եք կարծում, ավելի շատ հավանական է, թե հավանական չի, որ տեսանել է ապագայում, այսինքն ամիսների ընթացքում, այս կառավարիչները ստորագրեն իրենց ասած խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ ավելի հավանական է, չէ՞ որ դա կանեն։ Իսկ մենք գիտենք ինչ է այդ համաձայնագրում գրած։ Չգիտենք որևէ մեկս, ճիշտ է։ Իսկ հավանականությունը շատ է, թե քիչ, որ այդ համաձայնագրում Հայաստանի համար բացասական ավելի շատ կլինի, քան դրականը։ Հավանական է, չէ՞։ Իսկ լավ, եթե այդպես է, դե ստորագրելուց հետո նույնիսկ եղան ընտրություններ եւ ընդդիմությունը հաղթեց։ Ընդդիմությունը կարողանալու է շատ հեշտ ճանապարհով այդ համաձայնագիրը իջիկ դարձնել։ Բա հետո դրանից հետո ինքներս մեզ չենք մեղադրելու, այս մի տարի անգործության մատնվեցինք, մենակ սկսեցինք քննադատել սրանց։ 7 տարի է մեղադրում, բան սա։ 7 տարի, բա տեսնում եք, շնորհակալ եմ համաձայն լինելու եւ ներողություն, միգուցե այս կետն էլ դուք քիչ հավանական համարեք, բայց կարծում եմ, որ հավանական է, չէ, որ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո Հայաստանի հատվածից էլ ինչ որ մի հատված փոխանցվի Ադրբեջանին, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշում։ Եվ եթե փոխանցվի Ադրբեջանին, ապա լավ, էլի հաղթեցինք,
ընդդիմությունը հաղթեց կամ մենք կարողանալու ենք դա ետ վերադարձնել։ Այսինքն դա լինելու է, չէ, ոնց են ասում, Էդոն Շարմազանով շատ ավելի լավ գիտի, կազուսբելի են ոնց որ թե դրան ասում, դա հիմնավոր պատճառ կլինի, չէ, եթե մենք փորձենք դա ետ վերադառնել, որ Ադրբեջանը մեզ հետ, բա ինչ ենք անելու էլի, ասելու ենք դե ոչինչ, ջհանդամը, Ղարաբաղը հանձնեցինք, Արցախը տվեցինք, Հայաստանից տարածքներ տվեցինք, դե դրանց համեմատ ինչ է մի հատ անք լավ, էդ էլ տանք բրցնենք, էլի մենակ իշխանափոխություն լինի, ես համաձայն չեմ այդ տեսակետին, այ մեր հիմնավորումները դա է, որ մենք ասում ենք փորձենք։ Իսկ եթե չստացվի, պարոն Սարգսյան, թող չստացվի, բայց դա ինչ է։ Եթե այս փամփուշտն Ես ասեմ հետևյալը։ Կարծում եմ, գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին, եւ հայտարարություններից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն մենք էլ տենց կողքից բան ենք եղել, էլի, հարսանքավոր ենք եղել, իրանք խավորն են եղել, մենք էլ հարսանքավոր ենք եղել։ Դե եթե իրանք կուզենան խավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ ենք։ Պարոն նախագահ, հիմա ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունն է ավելի շատ մեծ, թե ցանկությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչու ի վերջո այդ հարցի շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվում։ Ես կարծում եմ ձեր հասցեատերը ուրիշ է։ Դուք արդեն կասկածում եք, որ ես քանի անգամ հայտարարել, որ ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Իսկ եթե ազնապես ես երկու կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար։ Առաջին նպատակը իշխանափոխություն, երկրորդ նպատակը իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ես ուրիշ ոչինչ բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի։ Քոչյանը դեմ չէ ստանձնել։ Թե ինչ է հավանական այս ամբողջ ընթացքում, այդպես ասեցիք հիմա խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմություն ասում է հաստատների մեջ նշել էր նաև այն, որ իսկ կարող են ապահովել իշխող քաղաքացիական պայմանագրից այն անհրաժեշտ քանակը, որը պետք է միանա այդ նախագծին եւ կարողանան։ Այսինքն ես հավանական համարում, որ ՔՊ-ից կմիանան այդ 18 պատգամավորը եւ ընդունվի նախագիծը։ Եթե ես սատարում եմ, եթե մենք իմ ընկերներով, իմ համախոհներով սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում։ Իսկ այդ ով է երաշխավորել, որ չի լինելու դա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, չէ՞, ասում են գնացեք ՔՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք։ Դե բա եթե մենք ՔՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշները ինչի են պետք, էլի չեմ հասկանում։ Անհասկանալի է։ Բացի դրանից, ես խնդրում եմ մեր, այսպես ասեմ, տարակարծությունները չսրել։ Մարդիկ ասել են, գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք։ Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են։ Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում, ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը։ Հիմա տեխնացու կար, բայց այդ 8 ստորագրությունը հետո Մարոկյանը մեռավ ամեն օր ասելով, որ եկեք միացեք։ Հենա, զանգում եք Մարամ Ամիջանյանին։ Հարցնեմ, երբ է ուղարկավորությունը։ Ինչ է նշանակում մեռավ։ Նկատի ունեմ ջանքեր գործադրում։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ինչքան ուզում է թող գործադրի։ Ես ներողություն, իրար դուք մի խանգարեք։ Ես ասեցի, որ մեր խմբակցությունը հայտարարություն արել։ Խնդրում եմ այդ հայտարարությունը նայեք, տեսեք, արդյոք այդ հայտարարությունը խոստանում էր կամ կանխատեսում էր կամ ինչ որ մեկին հնարավորություն էր տալիս մտածելու, որ եթե ինչ որ մեկին առաջադրեն, այդ խմբակցությունը սատարելու է։ Տենց բան չի եղել, չէ՞։ Խմբակցությունը ասել է քննարկելու են, քննարկել է եւ իր կարծիքը տեխնացուի մասին հայտնել է։ Ախր շատ բարձ process է։ Ասում եմ, եթե ուզում եք Նիկոլին հեռացնեք, հենա տեխնացու կա, հազիվ շանս է առաջացել։ Հեռացրեք։ Մեկը ժամանակավոր է լինելու։ Հիմա այդ կլասիկին դեմ եք, ինչ չափանիշներ պիտի Մոդեռն տեխնացու եք։ Ախր
Չափանիշը պետք է լինի նվազագույն բաներ, ես չեմ ասում հիմա իմ մոտ գրած է թե ինչ չափանիշների, բայց մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին կամ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Դու թող հանգիստ նստի էլի, որ մենք իրան չենք տանում դատում։ Մենք ասում ենք, որ դու չես կարող, որտեղ մենք տեսել ենք քո գործելավոճը։ Ուրիշ ինչ են ասել այս մարդը։ Իսկ եթե Քոչարյանի թիմից լինի, պարոն Սարգսյան, մենք հայտարարել ենք։ Այո։ Իրենց իշխանությունը, իրենց միայն թե Նիկոլա։ Այո։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը գա իշխանություն։ Ով ուզում է գա։ Այսինքն դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարիչը։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Նախագահ պրոցեսներին պետք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, կոնսենսուս եւ այլն, թե չպետք է սպասել։ Գիտեք, որևէ դրսի ուժ առանց ներսի որևէ բան անել չի կարող։ Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է։ Բայց ես չեմ տեսնում այսօրվա այս օժանդակությունը, այդ օժանդակությունը, այդ չափով, որ բավարար լինի, բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր սատարեն այդ շարժում, ես դրանում չեմ կասկածում։ Այս համատեքստում Լավրովի այսօրվա հայտարարությունը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել, արդյոք պետք է համարել պրոլոգ, որ ամեն դեպքում վստահություն չկա նաև այդ խոսույթը ձևավորող իշխանությունների հանդեպ։ Ես չեմ կարծում, որ դա Լավրովի այդ ասածը կամ ռուսական զենքերի մասին հայտարարությունը։ Ոնց որ ասում են դրոշով թափահարում է, որ ստարտված է վազը գնացեք, ոչ։ Ես դա չեմ համարում։ Ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի։ Բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակող, իսկ մենք շատ ենք, չէ, տարիներով ականատես ենք եղել եռակող բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ, մեկ այլ հայտարարություն են անում։ Արդյոք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի, եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ինչ եք ուզում։ Բայց իրանք ասում էին, он не предатель։ Ասում էին։ Արդյոք ես դա արդարացնում եմ, չեմ արդարացնում։ Պարոն Քոչարյանը կամ համապետը ձեզ դրանից որևէ թիմի հաջողվի իշխանության գալ, օրինակ դուք կարող եք էական հարցեր արցախցիների վերադարձի հավաքական իրավունքի հարցը առաջնորդել հաջողության հասնել։ Այսինքն այդ կարևոր արտաքին հարցերի հետ կապված, Հայաստանի անդամության հետ կապված դուք կարող եք շրջադարձային եւ ինչպես անել։ Եվ ինչպես եք կարող։ Ես քիչ առաջ ասեցի, որ ես հավակնություն չունեմ եւ ոչ էլ ցանկություն, որովհետեւ գիտեք այդ բառերը հայերենում տարբեր նշանակություններ ունեն եւ 18-ին նաեւ դրանում էին փորձում ինձ մեղադրել հայերենին վատ տիրապետելով։ Ես ասում եմ, ես չեմ լինելու, եթե որևէ մեկը գա իշխանության, որևէ քաղաքական ուժ եւ տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ, ի նպաստ Հայաստանի, եւ եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, այսպես խորհուրդներ ստանալ ինձնից, իմ խորհուրդների կարիք ունենան, ես ընդհանրապես խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ, հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն իմ ժամանակն է, էլի մի քիչ էլ ինձնով զբաղվելու, հանգստով եւ այլ պայմաններով։ Հնարավորություն կա, հիմա Հայաստանում է այդ հնարավորությունը։ Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել եւ ես չեմ կարծում, որ նույնիսկ 30-ականներին, անցյալ դարի 40-ականներին, ես չեմ ասում անհատներին,
որովհետև ես տեղյակ եմ, որովհետև այդ ժամանակահատվածներում էլ Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանի միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով հենց առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է եւ վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, ովքեր այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս եւ հնարավոր է լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։ Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի, դա ես բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղոհացով են դիմավորելու։ Ես չեմ կարծում, որ մի քանի 100 մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց կա եւ այլն։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով։ Ուրիշ կերպ հնարավոր չի։ Դուք հիմա եք պնդում, որ Արցախի էջը փակված չէ։ Բա ինչ եմ անում։ Բա 10 րոպե այդ մասին խոսեցի։ Ապա ինչպես պիտի վերադառնի։ Բա ասեցի։ Դուք ասում եք միջազգային դերակատարների իշխանությունները խոսում են Միսկի խումբը լուծարելու մասին։ Էլ ինչ ճանապարհ կա։ Ախր դուք չեք հոգնել, ես կարծում եմ բոլոր արդեն հոգնել են։ Այս կառավարիչները, դուք իշխանությունները եք ասում, ես կառավարիչներ եմ ասում, սրանց թերությունները արձանագրելով, բայց ինչ եք համեմատում, հետո եկող կառավարությունը, հետո եկող վարչապետը նույն կերպ է մտածելու։ Ամեն ինչ կարող է, դրա համար էլ ասում եմ, բոլորդ միավորվեք, գնանք փորձենք իմպիչմենտ անենք, որ այդ անդառնալի փոփոխությունները չլինի, բայց իմ ասածս էդ է։ Պարոն Սարգսյան, այս կառավարիչների դեպքում միայն թերությունը, թե նաև դավաճանություն։ Այս ամեն ինչ տեղի ունեցավ նաև դավաճանության հետևանք, թե միայն թերություն։ Ես հակված չեմ։ Իհարկե մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բան, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, փաստաթղթային ապացույցի, ասել որ սա 100%-ով էսպիսին է։ Խոսքը գաղափարական դավաճանություն։ Բայց ուրանալու, որոշակի արժեքներ, այսինքն դու մի րոպե կասկածում եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը։ Եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, եթե սրանք ուրանում են հարյուրավոր մեզ համար, մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այսինքն ստեղ ինչ խնդիր կա, էլի, այսինքն մտածելու շատ երկար մտածելու հանգամանք կա։ Բա ինչ է։ Արցախը ամեն ինչ է։ Ադրբեջանի մասը։ Բայց դավաճանությունը նորից եմ ասում, ինչպես տեսակ, դու բան արեցիր, չէ՞ ուղեցիր, հա? Քաղաքական թե ինչ դավաճանություն, տենց բաներ ասեցիր։ Դե հիմա իրանք իրանց ասածներն են։ Իրանք ասածներն են։ Միշտ փորձում հաջորդ ստով հերքել։ Հետո այդ երկրորդը հաջորդ ստով առաջի երկուսը հերքել, բայց ինչ է։ Պարոն նախագահ, ձեր թույլտվությամբ թերևս վերջին հարցը 2020 թվականին։ Դուք էստեղ շեֆ եք։ Չէ, ինչի համար եմ ասում, որովհետև առաջին անգամ ինձ շեֆ անվանեցին, դրա համար եմ ասում, էլի։ Ուզում եմ ասել, որ ես մեր կուսակցության շեֆը չեմ։ Ես ՀԿ-ի նախագահն եմ եւ պաշտոնաթող հանրապետության երրորդ նախագահ։ Հա, խնդրեմ։ 2020 թվականին դուք բավականին աղմկալից հայտարարություն արեցիք կապված, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմի օրերին 1 զրահավաճկոնը $600 Այդ հայտարարությունից անմիջապես հետո որոշ ժամանակ հետո Նայելի Սարգսյանը ընդհանրապես ազատվեց պաշտոնից։ Բայց մեզ այդպես էլ անհայտ մնաց։ Օգնեք պարոն նախագահ, մեզ տեսնեք այդ զրահավաճկոնների պատմությունը, այդ ինչ պատմություն է։ Կարճ պատմություն է, եթե չեմ սխալվում, փաստաթուղթել ենք մենք հրապարակել, այսինքն կառավարությունը ուղիղ, ոնց ասեմ,
հա, ուղիղ ճանապարհով, ասինքն ամբողջ կառավարությունը։ Եթե չեմ սխալվում, կառավարիչը օգնական է։ Մեկ անձից գնում է կատարել եւ իմ պատկերացումներով այդ զրահաբաշխոնները այդքան չարժեին, բայց ամենակարևորը արժեին չարժեին։ Ինչու է կառավարությունը այդ գնումը կատարում։ Դրա համար պաշտպանության նախարարություն կա եւ այլն եւ այլն։ Դրանից պարզ, էլ ինչ կարա լինի, էլի։ Օ, ես չգիտեմ, մնացել է թե չէ, բայց վստահ եմ, այստեղ առնվազն 5-6 լրագրող կա, որ իրենց խմբագրությունում այդ փաստաթուղթը կա։ Եթե էլեկտրոնայինը 100% ունեն։ Բայց ես խոստանում եմ ձեզ, նայեն, ես խոստանում եմ գտնել եւ ձեզ ուղարկել։ Պարոն նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների տարբերության հետ կապված հայտարարություն էի կարել, բավականին քննադատվեց այդ առումով, թե ինչ կարող եք ասել։ Ասում են փորձել է Լևոն Տեր-Պետրոսյանին մաքրելու եւ հնարավոր կոալիցիա են տեսնում ընդդեմ Քոչարյանի։ Ես ասում եմ այնինչ կա քննարկումների Դա զավեշտական է, դա ծիծաղելի է, որտեվ նախ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ մեկի կարիքը չունի, եթե անհրաժեշտություն կա մաքրվելու։ Ինչ եք ուզում Լևոն Տեր-Պետրոսյանից, արդեն տևական ժամանակա չկա քաղաքականության մեջ։ 80 տարեկան Աստված ևս մի 10-20 տարի կյանք տար։ Այսինքն, եթե ես նպատակ ունենայի, ցանկություն ունենայի միավորվելու, եթե հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ նախաձեռնություններ է ունեցել, եւ միջև ընտրություններ, եւ ընտրություններից հետո ես կմիանայի։ Ասենք ես ինչ որ մեկից վախեցել եմ, չեմ միավորվել։ Ինչի մասին է խոսքը։ Միշտ պետք է լավին լավ ասել, վատին էլ վատ։ Այլ ոչ թե եթե մեկը քեզ մի ժամանակ ինչ որ մի վատ բան ասել, ամբողջ կյանքում նրան վատ ասես։ Ես չունեմ այդ բնավորությունը։ Իդեպ այս թեմայով, պարոն Սարգսյան, շատ է խոսում, որ դուք Տեր-Պետրոսյանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեք, չնայած որ 2008-ին Տեր-Պետրոսյանը ձեր դեմ էր պայքարում, ինչ ասես ասում էր, քան երկրորդ նախագահի հետ։ Սա ինչով է պարոնված։ Այս պահին։ Առասարակ վերջին շրջանում, վերջին տարիներին։ Վերջին շրջաններից չգիտեմ երբ, ես արդեն քանի տարի է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույնիսկ հեռախոսով չեմ խոսել։ Այդ ով է հնարել։ Եվ հետո ինչու պիտի հակադրել իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իմ հարաբերություններին Ռոբերտ Քոչարյանի հետ կամ մեկ ուրիշի հետ։ Ասում նույնիսկ աջակցում եք կամ ֆինանսավորում եք իրենց ընտրությունների ընթացքում լավ հարաբերություն, այսպես մամունում հրապարակումներ են։ Դե գիտեք, ես չգիտեմ դա ով է ասում, ով որ ասում է, երևի ինքը շատ ֆինանսներ ունի, եւ կարող է էլի sense արձախ այդ ֆինանսները բան ասել։ Բայց այդ հնարավորությունները չունեմ։ Բայց ասում եմ մեծ թիմ եք։ Դա ասում են։ Պարոն նախագահ, ասել են ձեզ էլ են ֆինանսավորում, դու էլ ինչ որ թիմում աշխատում։ Պարոն նախագահ, թեև նշում եք, որ հավակնություն չունեք իշխանության, ամեն դեպքում կոնկրետ շրջանակներ հանրային ակնկալիքներ ունեն ձեզնից, ինչքան էլ կողքից հայտարարեն, թե հարց լուծողներ կան եւ այլն, հենց ուղիղ դեմքերով այդ մարդկանց ակնկալիքները ինչպես պիտի արդարանան։ Այսինքն այդ մարդիկ ինձ համակրում են, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք իշխանություն ունենք, իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն։ Չէ, մեզ այդպիսի մարդիկ պետք չեն։ Դրա համար մենք շատ հստակ հայտարարել ենք, որ իշխանություն չենք ուզում։ Քաղաքացիներ են կան, պարոն նախագահ, ակնկալում են, որ շատ լավ, ես հասկացա, եթե համակրում են, մենք պատրաստ ենք միշտ հանդիպել այդ համակրողների հետ։ Մենք պատրաստ ենք իրենց հետ խոսել, խորհրդակցել, մեր կարծիքն ասել։ Բայց երբ որ այդ համակիրների բանակը շատ մեծ կլինի, այն ժամանակ մենք կառաջարկենք մեր գաղափարակիցներից մեկին, ասենք, որ սիրելի ժողովուրդ, այս մեր գաղափարակիցը կարող է կառավարել այս հանրապետությունը, մենք էլ իրեն ծառա։ Ոչ թե ինչպես ուժեղ խմբակցության պատգամավորներից մեկը ասեց, որ իբր ես ձգտում եմ լինել Հայաստանում Իվանիշվիլի, ինչպես Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին է։ Ու ինչը ուղղակի, ինչ ասեմ, աբսուրդ է, էլի, աբսուրդ։ Այդ նման մարդիկ միշտ արտահայտում են, փորձում են ուրիշին վերագրել, այն ինչ որ իրանց հոգու խորքում է։
Դա ծիծաղելի է դա։ Համակիրներից ուզում նաև այն մյուս խմբի մարդկանց կամ քաղաքական գործիչների ասածները ուղղակի հարցնել դրա մասին, տեսեք նաև այսպես են ասում, որ նախկինները, Հայաստանի երկրորդ պաշտոնաթող նախագահներն ու գործող իշխանությունը իրար օդի ջրի պես պետք են, որովհետև այդ փոխադարձ վեճի մեջ ամրանում է Նիկոլ Փաշինյանը, նաև ասում են ինչու չեն հեռանում դաշտից թե գործողը թե նախկինները, որ նոր ուժեր կան եւ մարդիկ այլընտրանք ունենան։ Հեռանալու ընդհանրապես, որ հանրապետականը ոչ մի process-ի չմասնակցի, դրա մասին մտածել եք, օրինակ։ Դրա մասին որ այդ ասածների մասին, թե հեռանալու մասին։ Երբ որ ես զգամ, որ ես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը բեռ եմ, ես վարկյան անգամ չեմ հապաղին, երբ որ ես տեսնեմ, բայց երբ որ ես ինքս տեսնում եմ, իմ ընկերների վերաբերմունքն եմ տեսնում, ես դա ուղղակի տմարդի արար կհամարի, եթե հիմա գնայի մեր տանը նստեի։ Գիտեք, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր համարում են, թե Հայաստանի քաղաքական դաշտը մի մարդատար մեքենա է, այսինքն մենք նստել ենք այդ մեքենան, այլևս իրանց համար տեղ չկա, ասում են իջեք մենք անք նստենք։ Բայց այս դաշտը ազատ է, թող դրսևորվեն, թող համախոհներ ձեռք բերեն, թող համակիրներ ձեռք բերեն, թող իրանց խելացի խոսքերով մարդկանց գրավեն դեպի իրենց ով է խանգարում։ Եվ այդ ասողներն ովքեր են, ես մի անգամ դրանք անդրադառնամ, էլի ոտի վրա չանդրադառնամ, իրանց գնահատականները կտամ, ես եմ ձեզ շնորհակալ, բայց ես կարծում եմ, դուք պրոստը ձեր հարցերը ուղղակի, ձեր հարցերը սպառում եք, որտեղ ինչպես տեսակ, դեռևս, դատեր են լինելու, էլի կարծում, եթե նեղություն չլինի գալու եք, ոչ, ես մի ուրիշ ձև կընտրեմ, բոլորդ, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ամբողջ շրջապատը հնարավորություն կունենա ինձ հարցեր տալու։ Ես կարծում եմ դա ավելի ճիշտ մոտեցում է, քան այլ ձևաչափեր։ Շատ երկար կլինի ու ծավալուն, պարոն Սարգսյան։ Դե ես տենց չեմ կարծում, նոր դատավորը հարցրեց իմ առողջության մասին, ասի ամեն ինչ ոնց որ տեղն է, էլի։ Հետո 3-4 ժամ լինի, ինչ է եղել։ Գիտեք, թույլ չեն տալիս, որ մեկնեք երկրից, Թույլ չեն տալիս, վաղուց թույլ տալիս, ցավոք սրտի։ Ձեր տեղը զգացվում է։ Նախագահ, ես Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել։ Մանվել Գրիգորյանի մասին եմ ուզում հարցնել, քանի որ դուք վերջերս անդրադարձել եք, բայց այնտեղ էլի վիճահարույց բաներ կազմում եք, Մանվել Գրիգորյանը ինքն է խնդրել, որ կողմ քննարկի։ Դրանում ինչպես համոզվենք, որովհետև գեներալը ցավոք սրտի չկա եւ տեսանք, որ հանրապետականի կողմից աջակցություն մեծամասամբ չեղավ։ Ես հայտարարությունը նկատի չունեմ, որովհետև հայտարարություն եղել է, բայց օրինակ դատարանում մենք չենք տեսել շատ հանրապետականների, ովքեր կասեին, որ գեներալին անիրավի դատում են։ Շատ հանրապետականների ասեցի, պարոն Շարմազանov։ Դավիթ Մկրտչյանը այստեղ է, եթե գնացել է, եթե չի գնացել, որ գրեթե ամենօրյա ռեժիմով Դավիթ Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի հետ էր եւ գիտեր նրա բոլոր Դավիթ ջան, խնդրում եմ էլի, այս ժողովրդի հարցին պատասխանեք էլի, կապված Մանվելի հետ, ասում ինչով կարող եք համոզել